Պատկերացնենք մարտի դաշտ, հայտնաբերվել է հակառակորդի թաքստոցը կամ կրակային դիրքը, յուրային հրետանին հարվածում է։ Այստեղ ծագում է մի պարզ, բայց շատ կարևոր հարց. արդյոք այդ կրակի նպատակը միայն հակառակորդին ոչնչացնելն է, թե պարզապես ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հակառակորդը չկարողանա կռվել։ Շատերի համար սա թվում է նույն բանն է, բայց ռազմական գիտության մեջ ունենք երկու կարևոր երևույթ՝ կրակային խոցում եւ կրակային ճնշում։ Ողջույն։ Եթերում ռազմական բառարանի հերթական թողարկումն է եւ մենք Point of Law փաստաբանական գրասենյակի աջակցությամբ շարունակում ենք մեր հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք կրակային խոցման եւ կրակային ճնշման նմանությունների եւ առանձնահատկությունների ու տարբերությունների մասին։ Գնացինք։ Սկսենք առաջինից՝ կրակային խոցումից։ Ինչ է կրակային խոցումը։ Դա թշնամուն ֆիզիկապես ոչնչացնելուն կամ շարքից հանելուն ուղղված հստակ կրակային ներգործության գործընթաց է։ Այսինքն, կրակային խոցման նպատակը հայտնաբերված թշնամական կրակային կետի, հրամանատարական կետի, պահեստների, լոգիստիկայի կամ այլ ցանկացած նախանշված թիրախի ֆիզիկական ոչնչացումն է կամ շարքից դուրս հանելը։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է կենդանի ուժին կամ զինտեխնիկային։ Եթե նշվածը ամփոփենք մի տողով, կրակային խոցման նպատակը ֆիզիկական ոչնչացումն է։ Անցնենք երկրորդ հասկացությանը՝ կրակային ճնշում։ Այստեղ տրամաբանությունը լիովին այլ է, եւ նպատակը ոչ թե ֆիզիկապես ոչնչացնելն է, այլ այնպես անել, որ ստիպես թշնամուդ գլուխը խրամատից չհանի, չտեղաշարժվի աջ կամ ձախ, հակագրոհ կամ գրոհ չկազմակերպի, գուցե չնկատի օրինակ քո յուրային ստորաբաժանումներին, ովքեր հակառակորդի խրամատը հայտնաբերելուց հետո փորձում են թևանցել, ականապատել դիմացի հատվածը եւ մի շարք այլ գործողություններ։ Օրինակ, գուցե յուրային ստորաբաժանումները կազմակերպում են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Հայտնաբերվել է հակառակորդի երկարաժամկետ քողարկված կրակակետը եւ պետք է անել այնպես, որ դիտորդը կամ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը չնկատի յուրային ստորաբաժանումների առաջխաղացումը։ Այդ ժամանակ պայմանական կարող է երկարաժամկետ քողարկված կրակային կետի ուղղությամբ գնդացիրը բացել կրակ, ինտենսիվ կրակ եւ այդ ընթացքում յուրային ստորաբաժանումները ձեռք բերեն փոքրիկ առավելություն շահելով համապատասխան ժամանակ։ Եթե համեմատենք այս երկու երևույթները, եւ որ առաջադրանքը կրակային խոցում իրականացնելն է, այդ դեպքում կարող ենք համարել, որ գործողությունը կատարված է արդյունավետ, եթե թշնամական տեխնիկան կամ այլ հայտնաբերված թիրախները ամբողջությամբ ոչնչացվել են կամ դուրս են բերվել շարքից եւ այլևս օգտագործման ենթակա չեն։ Իսկ կրակային ճնշման դեպքում, եթե նպատակը ճնշելն է, կարողացել ես կատարել այն խնդիրը, որը ի սկզբանե առաջադրված է եղել քեզ, եթե անգամ քո կրակի արդյունքում հակառակորդի ոչ մի զինվոր չի տուժել եւ ոչ մի զրահատեխնիկա չի խոցվել, բայց յուրային ստորաբաժանումները կարողացել են առաջ շարժվել, քողարկվել կամ իրականացնել այն նպատակը, որը ի սկզբանե առաջադրված էր, ուրեմն խնդիրը կատարված է։ Պետք է նաև ընդգծել, որ կրակային ճնշման մեթոդը կարող է կիրառվել ոչ միայն հարձակվելիս, այլ նաև նահանջելիս, պաշտպանվելիս եւ ըստ իրավիճակի։ Հետաքրքրական է, որ այս երկու մեթոդները իրար ինչպես կարող են հաջորդել, այնպես էլ նախորդել։ Այսինքն, յուրային ստորաբաժանումը կարող է ներթափանցել հակառակորդի թիկունք կամ իրականացնել թևանցում, խոցել հակառակորդի կենդանի ուժը եւ զինտեխնիկան եւ կրակային ճնշում իրականացնելով վերադառնալ սեփական տարածք։ Կամ հակառակը, կարող է իրականացնել կրակային ճնշում, որի ընթացքում սեփական ստորաբաժանումները կթևանցեն կամ կշրջանցեն թշնամական զինտեխնիկան կամ գուցե խրամատները, կիրականացնեն խոցում եւ նորից կնահանջեն։ Այսինքն, այստեղ ոչ թե կա ճիշտ կամ սխալ ընտրված մեթոդ, առաջին կամ երկրորդ հերթականություն, այլ նման մեթոդների առաջնահերթությունը կամ նախապատվությունը տրվում է ելնելով ստեղծված իրավիճակից եւ առաջադրված խնդիրներից։ Ամփոփելով հաղորդումը կարող ենք ասել, որ կրակային խոցման նպատակը ոչնչացումն է, կրակային ճնշման նպատակը անել այնպես, որ ժամանակավորապես հակառակորդը չկարողանա մասնակցել ինտենսիվ դինամիկ մարտական գործողություններին։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Կհանդիպենք։